Պոետ թե քաղաքացի, ինչպիսին պետք է լինի ժամանակակից գրողի քաղաքացիական դիրքորոշումը հանրային հնչեղություն ունեցող խնդիրների շուրջ։ Այս հարցին է նվիրված Գրանիշ-Անդեսի քաղաքացի համարը։ Գրողը պիտի լինի այն դիրքում, որ իշխանությունը մրսի իրենից, բայց երբեք չվախենա իրենից։ Մրսելը դա զգոնության ատրիբուտ է։ Գրականությունը չպետք է զերծ պահել քաղաքականությունից, իսկ քաղաքացի լինելու համար պարտադիր չէ, որ գրողը միշտ լինի բարիկադների վրա։ Նա այդ պարտականությունները կատարում է գրականության միջոցով, ասում է երիտասարդ գրող Արքմենիկ Նիկողոսյանը։ Պարզապես մեր մոտ չափանիշը չէ, գրողին գնահատել են մասով, հատկապես քաղաքացիական տեսանկյունից, թե որքանով է նա մասնակցել այս միտինգին կամ այն միտինգին։ Կարող ես լինել կամ չլինել պոետ, սակայն քաղաքացի պարտավոր ես լինել, ասում է գրողը եւ ցավով խոստովանում, մեր հասարակությունը չի ընթերցում եւ պոետի խոսքը հասարակական կյանքում նվազ դեր ունի։ Գրողի խոսքի դերակատարությունը այսօր շատ կապված է մեր երկրում բարեհոգեբանական մթնոլորտի հետ։ Ժամանակակից գրողի հիմնական խնդիրը պետք է լինի խոսքի արժևորումն ու գիտակից եւ ասելիք ունեցող քաղաքացի կերտելը։ Գրանիշ-Անդեսի հերթական համարը կկոչվի պետություն կամ անխոհեմություն։ Առանց խոսքի պոտենցիալի գոյատևումը դա գոյապայքար չէ։ Մյուս կողմից ճանաչելի է իշխանության կողմից եւ փաստորեն եթե ճանաչում են քո վարքագիծը, ապա դա նշանակում է, որ դու կառավարելի ես։